Պետրոս Հարաքյալը մեզի շատ հստակ կպատասխանի այս հարցին։ Գսե արածեցեք Աստծո այդ հոդը, որ ցեզի հանձնված է վերագացու ըլլալով եւ ոչ թե հագարակ ձեր գամքին, այլ հոժարագամ, ըստ Աստուծո եւ ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ։ Այս պատգամը եկեղեցականին համար հիմնական սահմանադրություն է։ Քահանայական պաշտոնը պետք չէ ըլլա բարդատրանք, այլ եւ ոչ այլ շահի գործիք, այլ հովիվը պետք է գործե հոժարությամբ, այսինքն սիրով։ Այսօր, ինչպես կտեսնենք, վտանգը շատ մեծ է։ Երբ եկեղեցականը կփնտրի անձնական իշխանություն, պաշտոն կամ հարստություն, ան կդառնա շահախնդիր, իսկ Պետրոսը կշեշտե ոչ թե դիրելով անոնց, որ բաժին ինգած են ցես, այլ օրինակ ըլլալով հոդին։ Հոդը ոչ թե սեփականություն է, այլ Աստուծո հարստությունն է։ Հովիվը կոչված է օրինակ դառնալու իրաբրած կյանքով։ Արդարև օրինակով առաջնորդելը ավելի զորեղ է, քան 1000 քարոզ։ Իսկ երբ հովվապետը երևի, այսինքն Քրիստոս վերադառնա, այն հովիվները, որոնք ճշմարիտ ծառայեցին, պիտի ստանան փառքի անտարան բսակը, իսկ անոնք, որոնք հավատարմությամբ չծառայեցին, պիտի նետվին հնոցի կրակը, ինչպես որ այսօր պիտի նետվին պատմության աղբանոցը։ Այս է առաքելական պատգամի ուժը։